Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննա Հաղվերձյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ այսօր սիրելի բարեկամներ, շատ կարևոր, գերկարևոր թեմայի շուրջն ենք խոսելու Նիկոլ Փաշինյանի դերը եւ նշանակությունը հայոց պատմության մեջ։ Մի փոքր խրթին թեմա է, բարդ թեմա է, բայց ես համարում եմ շատ կարևոր այս թեմայի մանրամասն վերլուծությունը նախընտրական շրջանում եւ ընտրություն կատարելուց առաջ պետք է այս տեղեկատվությունը, կարծում եմ, ցանկացած ընտրող լսի։ Հնարավոր է ձեզանից շատերը ուրեմն իրենց դժգոհությունը հայտնեն այս թեմայի շուրջ, վերլուծության շուրջ, այնուամենայնիվ ես համարում եմ, որ այս տեսանյութը պետք է մաքսիմալ տարածվի, այսինքն պետք է դիտեն մաքսիմալ քանակության հայեր, այնպես որ տարածեք այս տեսանյութը, կիսվեք այս տեսանյութով ձեր ընկերների, ձեր մտերիմների, ձեր բարեկամների, ծանոթների հետ, բոլոր սոցիալական ցանցերում, բոլոր հնարավոր ձևերով եւ եղանակներով ես համարում եմ շատ կարեւոր այս հարցի շուրջ վերլուծություններ, այսինքն ընտրատարածք, ընտրատեղամաս մտնելուց առաջ ամեն մեկը պետք է նախ մտովի հիշի այն ինչ որ ես հիմա ասում եմ եւ նոր կատարի իր ընտրությունը։ Իհարկե ես այստեղ որևիցե քարոզչությամբ չեմ զբաղվում, սա լրջագույն թեմա է, լրջագույն նյութ է, որը ոչ իմ մտորումների, այսպես հետազոտությունների արդյունքն է։ Բազմիցս իհարկե այս թեմային անդրադարձել եմ, բայց ուզում եմ ավելի մանրամասն ձեզ դա ներկայացնել, ինչու, քանի որ գիտեք, որ նախ հունիսի 1-ին այսօր Նիկոլ Փաշինյանի 51-րդ տարեդարձն է, շատ կարևոր է հասկանալ այս անձնավորության նշանակությունը ընդհանրապես մեր իրականության մեջ, հայկական իրականության մեջ։ Ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասարակ շարքային քաղաքական գործիչ չէ, ոչ։ Նա եկել է մեր իրականություն համապատասխան լիազորություններով եւ համապատասխան առաքելությամբ։ Եվ եթե մենք չհասկանանք այդ առաքելությունը, եթե մենք հետևություններ չանենք այս ամենի հետ կապված, ուրեմն այս փոսից, սիրելի բարեկամներ, մենք երբևէ դուրս չենք գա այլևս։ Այսինքն հայոց քաղաքակրթությունը, ինչպես եւ ես տեսել էի իմ երազում, փետրվարի 29-ին 2020 թվականի, եթե չեք դիտել, ես եւ Facebook-ում եւ YouTube-ում մանրամասն անդրադարձել եմ այդ երազին, այդ մեծ փոսի մեջ, որտեղ հայտնվել է ամբողջ հայկական մշակույթը, մենք երբևէ դուրս չենք գա, սիրելի բարեկամներ, այսինքն եթե մենք ուզում ենք հեռացնել իշխանությունից, այդ գցել այդ իշխանության աթոռից Նիկոլ Փաշինյանին, մենք պետք է հասկանանք իսկ ինչու է նա եկել եւ բազմել այդ աթոռին, ինչ իրադարձություններ են բերել նրան, որ նա դարձել է փաստացի Հայաստանի թագավոր է դարձել ըստ էության, այսինքն նա է որոշում ում կալանավորել, ում ազատ արձակել, ինչպես ասենք օրենքները կարելի է վերծանել, այդ ամենը, այսինքն սահմանադրությունը խախտել, նա թագավոր է ըստ էության բեռնապետ։ Եվ ինչու Նիկոլ Փաշինյան երևույթը հայտնվեց մեր իրականության մեջ։ Տեսեք, սիրելի բարեկամներ, նմանատիպ երևույթներ, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, դրանք նորանկախ, այսպես ասած, պատմության մեջ, այսինքն 1991 թվականից հետո ի հայտ եկան ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում եւ Ադրբեջանում, բայց դրանց ճակատագիրը Վրաստանում եւ Հայաստանում շատ կարճ տևեց,
ու Վրաստանում ավելի երկար տևեց, իսկ Ադրբեջանում ընդամենը 9 ամիս տևեց։ Եվ իսկ ինչու Հայաստանում չի հաջողվում ազատագրվել այս երևույթից, որը տանում է հայոց պետականությունը կործանման։ Ինչու մենք չենք կարողանում թոթափել այդ բռնակալի լուծը։ Եվ հիմա շատ կարևոր է այս հարցը հասկանալ, այս ամենը հասկանալ, այս խնդիրը վերլուծել ընտրություններին ընդառաջ, որովհետև դե բարձր է հավանականություն, ինչպես դուք հասկանում եք, որ Նիկոլ Փաշինյանը, կարելի ասել 100%-ով Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է, որովհետև նա կատարելապես տիրապետում է այդ բոլոր այսպես մեթոդներին, ընտրությունները կեղծելու եւ այլն, այսինքն նրան թույլատրված է այժմ ամեն ինչ։ Եվ Ռուբիոյի այցը եւ Թրամփի գրառումներ, այդ բոլոր, այսպես ասած, Եվրապարադը, որը կազմակերպվեց ընտրություններին ընդառաջ, նրանք այդ ամենը գալիս են ապացուցելու, որ նրան թույլատրված է, սիրելի բարեկամներ, ամեն ինչ։ Եվ պետք է հասկանալ այս երևույթը Նիկոլ Փաշինյան անունով ինչու մեր իրականությանն է պատահել, այսինքն հայոց իրականության մեջ է այսքան խորը արմատներ գցել։ Ինչն է դրա պատճառը։ Դա շատ մեծ թեմա է, իհարկե, սիրելի բարեկամներ, ես բազմից անդրադարձել եմ այդ թեմային եւ այժմ ուղղակի ուզում եմ այսպես կաշխատեմ իհարկե կարճ ներկայացնել, շատ ծավալուն թեմա է, բայց պետք է հասկանանք, որ հայը այսպես կյանքի ու մահվան հայոց քաղաքակրթությունն այդ թվում կյանքի եւ մահվան այդ սահմանագծին կանգնել է բազմաթիվ անգամներ իր պատմության ընթացքում եւ նորագույն պատմության մեջ, եթե վերցնենք նորագույն պատմությունը 19-րդ 20-րդ դարերը, դա իհարկե դուք գիտեք, որ այդ հայերի սարսափելի ցեղասպանությունը 1.5 միլիոն հայերի պարզապես ֆիզիկական ոչնչացումը, եթե չհաշվենք նաև ուրեմն տեղահանությունը, բռնագաղթը եւ այլն, մի խոսքով Եղեռնը, ցեղասպանությունը, որը տեղի ունեցավ 1915 թվականին, գիտեք, որ եւ սկիզբ առավ ապրիլի 24-ից, արդեն Ստամբուլում սկսեցին ձերբակալել եւ կախաղան բարձրացնել բոլոր երևելի հայերին։ Եվ այդտեղից սկսվեց այդ ամենը, ջարդերը սկսվեցին։ Սիրելիներս, բայց պետք է նաև ասել, որ այս այդ շքերթը, հա, այդ ամեն ինչը, որ նշվում էր, ուրեմն մայիսի 28-ին, ընդամենը 3 տարի անց այդ սարսափելի իրադարձություններից մենք ունեցանք պետականության վերականգնում, 1000 տարի պետականություն չունեցող ազգը վերականգնեց պետականությունը եւ ուրեմն դա տեղի ունեցավ հենց այդ Սարդարապետի ճակատամարտի շնորհիվ, նրա շնորհիվ, որ թուրքական բանակը ջախջախվեց եւ դուրս մղվեց Արևելյան Հայաստանից եւ ստեղծվեց առաջին հանրապետությունը։ Ես շքերթին առանձին կանդրադառնամ շաբաթական կանխատեսումներում, այժմ որպեսզի շատ չարաշահեմ ձեր ուշադրությունը, ես ուզում եմ ուղղակի ասեմ հետեւյալը. իսկ ինչ պատճառով, որն էր այն պատճառը, որն էր այն ուժը, որը հնարավորություն տվեց 3 տարի անց սարսափելի կոտորածից հետո հայ ժողովրդին հառնել եւ վերականգնել պետականությունը, որից նա զրկված էր 1000 տարի շարունակ, որն էր դրա հիմնական խորքային պատճառը։ Իհարկե այս ամենի մասին շատ քիչ է խոսվում, սիրելի բարեկամներ, եւ ես իմ պարտքն եմ պարզապես համարում այժմ դրա մասին խոսել, որովհետեւ եթե ես հասկանում եմ, եթե ես դրա մասին չխոսեմ, ոչ ոք դրա մասին չի խոսի։ Դա, սիրելիներս, դա
այդ ջարդերին, իհարկե ջարդերը եղել են անգամ մինչև 1915 թվական 1895, այսինքն 19-րդ դարի վերջում նույնպես կոտորածներ են եղել եւ Արևմտյան Հայաստանում եւ Արևելյան Հայաստանում, բայց ինչ է նախորդել այդ ամեն ինչու հայ ժողովուրդը կարողացավ հառնել, այսպես ասած, մոխիրներից, կարծես թե արդեն էլ հնարավոր չէր վերականգնել ոչինչ, բայց այնուամենայնիվ դա տեղի ունեցավ, իսկ ինչու տեղի ունեցավ, ինչը ստիպեց, ինչը նպաստեց, որպեսզի մենք կարողանանք հառնել, եւ դա սիրելիներս Սասունցի Դավիթ էպոսի ի հայտ գալն էր, շատ զարմանալի է բոլոր մեր հետազոտողների համար, որ Սասունցի Դավիթ էպոսը ընդհանրական 4 ճյուղերով հայտնի չէր մինչև Գարեգին Սրվանսյանի ի հայտ գալը եւ այդ էպոսի գրի առնելը, որը տեղի ունեցավ 1874 թվականին գրոց եւ բրոց այդ ուրեմն ամսագրում հրապարակվեց Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ էպոսը, ամբողջությամբ հրապարակվեց, որն էր պատճառը, սիրելի բարեկամներ, պատճառը մեկն էր, որ այսպես ասած Նիկոլ Փաշինյանը ասում է սնուցող մայրեր, իսկ ես ասում եմ պահապան հայրեր, հայ ժողովրդի պահապան հայրերը, նրանք խնամքով պահպանում էին հնագույն իմաստությունը, որը հայ ժողովուրդը ժառանգել էր նախամարտկային քաղաքակրթություններից, այսինքն այն ինչ որ մեզ հայտնի է իբրև հայ ժողովրդի պատմություն, դա երևի 1%-ն է հայ ժողովրդի պատմության, որովհետև հայոց քաղաքակրթությունը, որը վերաբերվում է ոչ միայն Հայաստանին, հայոց քաղաքակրթությունը տարածված է եղել բոլոր մայրցամաքներում, Հարավային Ամերիկայից մինչև Ճապոնիա, Աֆրիկայից մինչև, չգիտեմ, հյուսիսային երկրներ, դրա մասին կան բազմաթիվ ապացույցներ, մենք չունենք անմիջական պատմական ապացույցներ, բայց մենք ունենք ոչ ուղղակի ապացույցներ, որ իսկապես հայոց քաղաքակրթությունը եղել է, կարելի ասել համաշխարհային համամոլորակյան քաղաքակրթություն եւ ըստ էության հնագույն քաղաքակրթությունները ապրել, բարգավաճել եւ զարգացել են պատմական Հայաստանում եւ այդ թվում նաեւ հյուսիսային Միջագետքում, որը նույնպես հայկական տարածք է եղել, այսինքն Կիլիկիան իրականում իրական հայկական պետականություն է, այլ ոչ թե օտար հողում ստեղծված, իբրև դա ներկայացում է, դա սուտ է, սիրելի բարեկամներ, Կիլիկիան դա հենց իրական հայկական հողերի վրա ստեղծված թագավորություն է, եւ այդ պահապան հայրերը նրանք հասկանում էին ինչ է սպառնում, դեռ նրանք պայծառատեսներ էին եւ հզոր մոգեր եւ խոսքով գիտակ մարդիկ, իմաստուն մարդիկ, նրանք հասկանում էին, որ հայ ժողովրդին սպառնում է ֆիզիկական ոչնչացում, եւ միակ ձևը, միակ ճարը, այսպես ասած, որ նրանք կարող էին անել պետականության բացակայության պայմաններում, դա ազգային գաղափարախոսության ներարկումն էր հայ ժողովրդին, այսինքն արդեն հայ ժողովուրդը հասել է դեգրադացման այն աստիճանի, որ ազգային գաղափարախոսությունը դուրս էր մղվում նրա, այսպես ասած, գենետիկ հիշողությունից, իսկ ինչու էր դա այդպես տեղի ունեցել, սիրելի բարեկամներ, դա եթե դուք հետևում եք իմ վիդեոներին, Նիկոլը այսօր ես նկատեցի, որ հում խոզի միս էր քերթում ուտում, երևի նա ցանկանում է իրեն աստիճանաբար նույնականացնել քերթողահայր խորենացու հետ, նրա համար դա կլինի մեծագույն պատիվ, իհարկե կատակ եմ անում, բայց նմանատիպ գործունեությամբ են զբաղվել ըստ էության խորենացին եւ Նիկոլ Փաշինյանը, եթե դուք հետևում եք իմ վերլուծություններին, սիրելի բարեկամներին, YouTube-յան տեսանյութերին, նաև Facebook-յան եթերներին, ես
այնտեղ ներկայացրել է վերջերս Ուրան մորակի շրջապտույտի հետ կապված ուրեմն հայոց թագավորությունների պետականթապես հայոց պետականության ստեղծման եւ մարման կապը Ուրանի այդ շրջապտույտի հետ զոդիակով եւ պարզվել էր, որ հատկապես երբ Ուրան մորակը գտնվում է ջրհոս եւ այծեղ ջուր կենթանակերպերում, հայոց թագավորությունները, հայոց պետականությունը վերելք է ապրում եւ հարատև թագավորություններ են ունեցել։ Օրինակ Արշակունիների թագավորությունը շատ նման է այժմյան Հայաստանի երրորդ հանրապետությանը։ Եվ երբ Ուրանը մուտք է գործում ցուլ, որը 2018 թվականից էր, գիտեք, որ Նիկոլ Փաշինյանն 2018 թվականին է եկել իշխանության եւ դա նույնպես պատահական չէ։ Եվ երբ Ուրանը ցուլ նշանում է ջրհոսում, գիտեք, որ արդեն 26 թվականի ապրիլի 26-ից Ուրանը մուտք է գործել ջրհոս։ Երբ դուք կարող եք այդ վիդեոն դիտել, ես չեմ, հիմա ժամանակ չկա այդ ամենը մանրամասը նորից ձեզ ներկայացնել, բայց այնուամենայնիվ, երբ Ուրանը գտնվում է ցուլ եւ երկվորյա կենթանակերպերում, ահա այդ ժամանակ, սիրելիներս, ուրեմն հայոց պետականությունը անկում է ապրում։ Եվ շատ ես այդ ընդհանրությունները գտա Արշակունիների թագավորության հետ, Հայաստանի երրորդ հանրապետությունն ըստ էության պարսիկները, որոնք մշտապես պարսկական քաղաքակրթությունը միշտ համագործակցության մեջ էր հայերի հետ եւ միշտ նա այսպես պահպանում էր եւ իհարկե նրա շահերից էր ելնում, որ Հայաստանը լինի ամուր եւ հայ քաղաքակրթությունը հարատև լինի։ Եվ տեսնելով Տիգրան Մեծից հետո այդ իհարկե հազարամյակների այսպես սահմանագծին այս թագավորությունները անկում ապրեցին, թագավորությունը անկում ապրեց, ինչ որ խնդիրներ էին առաջացել եւ այլն, եւ պարսկական այդ վիթխարի քաղաքակրթությունը ճիշտ որոշում կայացրեց, դե ես չգիտեմ ինչքանով էր ճիշտ, նա որոշում կայացրեցին, որտեղ կան այդ իմաստուն պահապան հայրերը, կան նաև այնտեղ։ Ոչ միայն մեր քաղաքակրթության մեջ, նաև բնականաբար պարսկական քաղաքակրթության մեջ։ Եվ նրանք որոշում կայացրեցին քրիստոնեությունը տարածել Հայաստանում եւ ուղարկեցին, գիտեք, ուրեմն Գրիգոր Լուսավորչին Հայաստան։ Դե քանի որ միաժամանակ այդ արդեն պետականություններ անկում ապրում, նաև ստեղծվեց Արշակունիների թագավորությունը, որը գիտեք, Արշակունիները նրանք պարսիկներ էին ծագմամբ։ Եվ բնականաբար այնուհետև Արշակունիները որոշում կայացրեցին, գիտեք, Տրթատ երրորդը կամ Տրթատ մեծը քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն Հայաստանում, բայց նրանք կատարեցին սարսափելի մեղք հայ ժողովրդի նկատմամբ, այսինքն ինչ արեցին, ամբողջ նախորդ քաղաքակրթությունը դրեցին եւ ոչնչացրեցին մեր ձեռագրերը, ոչնչացրեցին մեր այն հիշատակումները, որ հայոց քաղաքակրթությունը 10,000 տարուց մեկ, 20,000 տարուց ավելի հին է։ Այդ ամենը բնաջնջվեց, ոչնչացվեց, կարելի է ասել մշակութային ցեղասպանություն տեղի ունեցավ 301 թվականին, երբ հայերը ընդունեցին քրիստոնեությունը հրով, սրով եւ ամեն ինչով։ Հիմա դրանով իսկ մեր ազգային գաղափարախոսությունը, այսպես ասած, տրոհվեց, կիսվեց եւ քերթողահայր Մովսես Խորենացին, ինչպես հիմա Նիկոլն է անում, իրական Հայաստանի պատմություն է քերթում, խոզի կաշին քերթում է, այդպես նույնպես այդ Մովսես Խորենացին ստեղծեց հայոց պատմություն, որը որ իրականում հայոց պատմության 1%-ն էլ չի կազմում։ Իրականում շատ ավելի հին է եւ դրանով մենք կտրվեցինք մեր ազգային իդենտիֆիկացիայից, այսինքն մեր ազգային գաղափարախոսությունից կտրվեցինք, որի հետևանքով դուք գիտեք, որ մշտապես հայոց թագավորությունները շատ այսպես
վայրի վերումների հետևանքով այնուամենայնիվ վերջո անկում էին ապրում, կիսվում էին Բյուզանդիայի Պարսկաստանի միջև, չգիտեմ, ի վերջո դա հանգեցրեց նրան, որ անկում ապրեց 1045 թվականին անկում ապրեց այդ Բագրատունիների թագավորությունը, անի թագավորությունը, ամբողջ այդ տարածքները հանձնվեցին Բյուզանդիային եւ ըստ էության պատմական Հայաստանի տարածքում հայկական պետականություններ այլևս կային, ասենք դա որոշ հատվածներում, դա ասենք Սյունիքում, Արցախում, որոշ Տավուշում, որոշ հատվածներում Զաքարյանների թագավորությունը կար, Օրբելյանների եւ այլն, Խամսայի մելիքությունները կային, բայց ամբողջական հայոց պետականություն գոյություն չուներ ըստ էության։ Եվ դա սիրելիներս հենց այն պատճառով էր, որ մենք կորցրել ենք մեր այդ հաղթող գենի կապ իրականացած հայը հաղթող գեն ունի, հայը թագավոր է, հայը աստվածային, գիտեք, գեների կրողն է, աստվածների ըստ էության հետնորդն է հայը երկրի վրա, դա դուք բոլորը գիտեք, բազմիցս խոսել եմ եւ ոչ միայն ես, այլ նաեւ այլ մասնագետներ դրա մասին խոսում են։ Եվ իհարկե դա անհրաժեշտ է սնուցել, այդ ինֆորմացիան գենետիկ դա քիչ է, դա պետք է սնուցվի, դա պետք է էպոսով, տարբեր տեսակի բանահյուսությամբ եւ այլն ազգային գաղափարախոսությամբ լցվի, բայց արդեն Աշակունիների թագավորության ժամանակ այդ կապը հարատև, որը 20,000, 30,000, 40,000 տարի շարունակ եղել էր եւ ապահովել էր հայոց պետականության հարատևություն, դա կտրվեց, դա շեղվեց, դա խեղվեց, դա ոչնչացվեց ըստ էության։ Եվ դրա պատճառով մենք սկսեցինք տանել բարոյական հաղթանակներ, այո, Ավարայրի ճակատամարտում հայերը տարան բարոյական հաղթանակ։ Դրանից հետո մեր բոլոր հաղթանակները նմանատիպ էին, բարոյական։ Այսինքն ոնց ասեմ, հիմնական հաղթանակ, որը կբերեր պետականության ծաղկման, հարատևության, չգիտեմ, անգամ այս վերջին հաղթանակը, հա, այդ Արցախյան պատերազմում 94 թվականին, որ մենք մեծ զոհերի, մեծ տառապանքների, նաև ամբողջ ազգի տանջանքների շնորհիվ ձեռք բերեցինք, մենք մսխեցինք դա 30 տարիների ընթացքում, սիրելի բարեկամներ, շատ արագ մսխվեց։ Եվ դա ինչ հետևանքով է տեղի ունենում, դա այն հետևանքով է տեղի ունենում, որ մենք չունենք ազգային գաղափարախոսություն, այսինքն մենք կորցրել ենք այն թելը, որ մեզ այդ գենետիկորեն այդ աստվածային գեները ապահովում է, որ այսինքն մեր մեջ կան այդ գեները, բայց նրանք քնած են։ Այսինքն անհրաժեշտ է արտաքին ազդակներ, ինչպիսին էր օրինակ Սասունցի Դավիթ հերոսավեպը, հերոսապատումը, որը որ փրկեց հայ ժողովրդին 1915 թվականին ամբողջությամբ ջնջումից եւ ընդհանրապես պատմության, այսպես ասած, ետնաբեմում հայտնվելուց ուղղակի փրկեց։ Հենց դա էր պատճառը, որ դարեր շարունակ իհարկե անհայտ էպոսը, նա իհարկե հայտնի էր այդ Պահապան հայրերին, բայց դա այսպես լայն հասարակությանը արդեն 19-րդ դարի վերջում եւ ընդհանրապես արդեն նորագույն պատմության ընթացքում արդեն իսկ անհայտ էր այդ հերոսապատումը, այդ բոլոր էպոսը, այդ բանահյուսությունը մեր, իհարկե ես հեքիաթներ եմ ուսումնասիրել, հեքիաթներում ամբողջությամբ նույնպես կա այդ կոդը, հայոց հնագույն քաղաքակրթության մասին, իրենց հրաշապատում հեքիաթներում այդ գիտելիքների մասին հիշողությունը կա, էզոտերիկ գիտելիքների մասին աստղաբանության մասին հիշողությունը կա, իսկ ինչ արեց հայ եկեղեցին, որը հիմա ենթարկվում է հալածանքների եւ շատ իրավացի է ենթարկվում այդ հալածանքների, շատ ճիշտ են անում, այսինքն ոչ թե ճիշտ են անում, որ լավ են անում, հալածում են կաթողիկոսին, այլ պետք է պատճառը հասկանալ, իսկ ինչու են հալածում կաթողիկոսին, ինչու են հալածում նիկոլականները եկեղեցին, որովհետև
գալիս է մի օր գալիս է քարեր հավաքելու ժամանակը, սիրելի բարեկամներ, եւ երբ Պլուտոնը մուտք գործեց ջրհոս եւ Տրթատ երրորդը 301 թվականին պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը, բնականաբար եւ քրիստոնեությունը ոչնչացրեց ամբողջ մեր հին հայկական մշակույթը, մեծ մասը ոչնչացրեց, իհարկե որոշ բեկորներ պահպանվեցին, որովհետև ամբողջությամբ վերացնել իհարկե հնարավոր չէր դա, եւ նրանք մտածում էին, որ դա այդպես անհետևանք, այդպես կանցնի, ոչ, դա անհետևանք չի անցնելու, եւ հիմա քարերը հավաքելու ժամանակն է եկել, սիրելի եկեղեցի եւ հոգեվորականներ, եւ դրա համար եք դուք հիմա այդ նետվում բանտերը, զրկվում ազատությունից եւ այլն, դա պատահական չի, դա հենց դրա համար է, հենց նրա համար է, որ հայը կորցնելով իր ազգային գաղափարախոսությունը ի վերջո այն աստիճանի դեգրադացվեց 20-րդ դարի վերջում, որ երբ եկավ այն պահը, երբ մենք պետք է կերտեինք մեր անկախությունը, ամենաբաղձալի պահը, ամենաերջանիկ պահը, մեր հասարակությունը այն աստիճանի հոգևորից զրկված էր եւ դեգրադացված, որ ստեղծեց մի պետական համակարգ, որը դեմ էր հայի հանրապես էությանը, լինելիությանը, այսինքն այս Հայաստանի երրորդ հանրապետությունը, նաև առաջին հանրապետությունը, նրանք հակահայկական ըստ էության կազմավորումներ են, որոնք սպասարկում են ինչ-որ տարբեր ուժային կենտրոնների շահերը, բայց ոչ հայության շահերը։ Այս սրա մասին է, ցավալիորեն, այդ պարադոքսը, որ մենք հիմա այսինքն ապրում ենք այդ ծուռ հայլիների աշխարհում, այսինքն այն պետականությունը, որը պետք է զորացներ Հայաստանը, որը պետք է նպաստեր այդ ազգային գաղափարախոսության վերածննդին, վերելքին, չգիտեմ ինչ բարձունքների հասցներ, մեր մշակույթը, մեր հոգևոր կյանքը եւ ընդհակառակը սկսեց խանգարել, սկսեց արգելափակել, սկսեց սպանել այն մարդկանց, ովքեր փորձում էին հոգևոր ինչ-որ հայոց այդ հոգևորականություն, հոգևոր գաղափարախոսությունը հին բերել, ներմուծել մեր օրերին։ Այսինքն եւ նաեւ այն մարդկանց սկսեց սպանել, ովքեր սպասարկում էին իրականում սպասարկում էին Հայաստանի շահերը։ Նու այդպիսի մարդկանցից էին, դուք բոլորը գիտեք նրանց անունները՝ Մունթեն, Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Անդրանիկ Մարգարյանը եւ այլն, բազմաթիվ մարդիկ հայտնի եւ անհայտ, ովքեր փորձում էին ուսումնասիրել լրջագույն էպոսը, վերաիմաստավորել էպոսը եւ ներդնել նրա իմաստությունը մեր այսօրվա իրականության մեջ, նրանք հեռացվում էին մեր իրականությունից տարբեր ձևերով կամ սպանվում էին, իհարկե շատերի անունները հայտնի չեն մեզ, սպանվում էին, չգիտեմ, բանտ էին նետվում, որ անհասկանալի ձևով դադարում էին զբաղվել էպոսով, բայց մինչդեռ հենց էպոսում է թաղված այդ դարավոր իմաստությունը եւ ազգային գաղափարախոսության գոհարները, որոնք մեզ ուժ են տալիս, որ մենք հարատևենք, շարունակվի հայոց քաղաքակրթությունը եւ անկում չապրի։ Եվ Նիկոլ Փաշինյանը օրինական, այսպես ասած, ժառանգաբար արշակունիներից սկսած այդ քաղաքականության արդյունքն է, նա օթից պատահական այսպես չի իջել, այո, նա հնարավոր է եւ գործակալը, ես չգիտեմ, դա էական չէ, Նիկոլը կլներ, Պողոս Պողոսյանը կլներ, Վարուժ Վարուժանյանը կլներ, դա էական չէ, հիմա Նիկոլ Փաշինյանին են ընտրել այդ ուժային կենտրոնները բերել, որպեսզի վերջնականորեն ոչնչացվի հայոց քաղաքակրթությունը։ Դա արդյունք է շատ սխալ քաղաքականության, շատ հնագույն մեր այդ
ամբողջ միջնադարը ստեյության տևացած այդ ամբողջ խայտառակությանը, որ եկեղեցին կեղծել է մեր պատմությունը, կեղծել է անգամ մեր միջնադարյան պատմությունը, վերացրել է մեր հնագույն գիտելիքները, որտեղ համարվել է դա սատանայություն, ստություն եւ այլն եւ այլն եւ այլն, եւ դրա հետևանքով հայ ժողովուրդը այժմ զրկված է ազգային գաղափարախոսությունից։ Նո այդպիսի փորձեր վերականգնել ազգային գաղափարախոսությունը իհարկե կային Նժդեհի կողմից, տարբեր այլ անձանց կողմից, բայց դրանք ցավալիորեն շատ այսպես այն արդյունքը չունեցան, որը որ պետք է ունենային։ Ես իրավունք ունեմ այս ամենի մասին խոսելու, որովհետև ես ուսումնասիրել եմ բանահյուսությունը, ես ուսումնասիրել եմ հեքիաթները, եւ երբ ես սկսել եմ հետազոտել հեքիաթները, ես սկսել եմ այս ինֆորմացիաները ստանալ անհասկանալի ձևով, այսինքն ես ընդհանրապես գաղափար չունեի այն ամենի մասին, որ ես ձեզ պատմեմ, բայց ես սկսել եմ այդ ինֆորմացիաները ստանալ եւ հատկապես երբ որ ես ավելի խորացել եմ էպոսի վերլուծության մեջ, այդ ժամանակ ես արդեն սկսել եմ այդ մեր էգրեգորից, այսինքն Վարդան Մամիկոնյան եւ այլն, այդ Սինկլիտից, այդ բարձրագույն հոգեվոր այդ ոլորտներից, դրախտային, հայկական, ես սկսել եմ ստանալ այդ տեղեկատվությունը, այդ լացը, այդ կոծը, որ ես լսել եմ, այդ ողբը, որը դրել էին մեր բոլոր սրբացված, սրբադասված թագավորները, թագուհիները, նրանք լացում են եւ խնդրում են օգնություն։ Եվ հիմա նոր ես արդեն դա 2009 թվին էր, արդեն տարիներ անց ես նոր հասկացա պատճառը, ինչու հենց դա ինչու էր այդ լացուկոցը դրվել, այսինքն պատճառը հենց Նիկոլ Փաշինյանի գալն էր մոտալու, իհարկե դա 10 տարի հետո եղավ, բայց այնուամենայնիվ հոգևոր աշխարհի համար այդ հեռավորությունները տարիներ էական չեն, նրանք դա գիտեին, նրանք դա տեսնում էին եւ նրանք խնդրում էին, աղաչում էին, աղերսում էին օգնություն, նոր ես հիմա հասկանում եմ եւ այն ինչ որ ես ձեզ հիմա ներկայացնում եմ, դա դրա հետ է կապված, այդ բոլոր զարգացումների հետ է կապված։ Եվ սիրելիներս, Գարգին Սրվանստյանը նույնպես շատ հետաքրքիր երևույթ էր, որպես այդպիսին, որպես երևույթ, նա չգնահատված, ուրեմն վեհություն է, մշակութային գործիչ, ծնվել է 1840 թվականին Վանում, հոգևորական էր, բայց հենց նրան է վերապահվել այդ մեծագույն պատիվը փրկել հայ ժողովրդին, ինչպես փրկել, հոգևոր ներարկում անելով, այսինքն էպոսը մարդկանց ներկայացնելով, որ մենք ունեցել ենք դյուցազնավեբ, մենք ունեցել ենք իրական հաղթանակներ, այլ ոչ թե բարոյական, սիրելի բարեկամներ, ու պատմության ընթացքում դա եղել է, այ դա պետք է վերհիշի հայը դա մոռացել է, որովհետև դաստիարակվել է Վարդան Մամիկոնյանի վրա, որը ինքը իհարկե շատ զղջում է այդ ամենի համար, նա հասկանում է այն վերևից, հիմա թե ինչ է տեղի ունեցել ընդհանրապես պատմության ընթացքում, բայց արդեն մենք հասել ենք ոչնչած, ընդհանրապես իսպառ ոչնչանալու, այսինքն այդ փոսի մեջ մտածենք եւ արդեն մի քայլ է մնում, որ վերջնական բնաջնջվենք, այդ դրա մասն է, Ստեղ խոսքը ֆիզիկական բնաջնջման մասին չէ, սիրելի բարեկամներ, ֆիզիկական բնաջնջումը կարելի է տարիների, դարերի ընթացքում վերականգնել ազգի վաքանակը, բայց երբ վերանում է, իսպառ վերանում է հոգևորը, այսինքն մեր ազգային գաղափարախոսությունը, մեր թամպես քաղաքակրթությունը, մեր հիմքը քաղաքակրթականի ընդհանրապես վերացվում է, այդ դա վերականգնել արդեն մենք չենք կարողանա։ Եվ Գարգին Սրվաստյանը նոյեմբերի 17-ին 1940 թվականն է ծնվել, ես այս գործիչ իհարկե գնահատված չէ մեր մշակութային գործիչների, վերլուծաբանների կողմից, իրականում շատ լուրջ մարդ է եղել եւ ինքը կարճ կյանք է ունեցել, ընդամենը 52 տարի է ապրել եւ մահացել է 1892 թվականին հենց նույնպես իր ծննդյան օրը։
Ես նույնպես կարծում եմ, որ սա պատահական չէ։ Մեր օրերի նմանատիպ գործիչ Արտակ Մովսիսյանն էր, սիրելի բարեկամներ, որը գրել էր Արատայի մասին, հնագույն պետական կառույցը պատմական Հայաստանում, որը շումերներից էլ հին է, շումերական քաղաքակրթություններից էլ հին է, եւ նա ընդհանրապես այսպես փրթիկներով, մասնիկներով փորձում էր վերականգնել մեր հին պատմությունը, եւ նաեւ վերականգնում էր մեր ուրեմն գրային համակարգերը, նագույն գրային համակարգերը Ուրարտուի շրջանից եւ ավելի հին, որ կային։ Եվ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այդ հայոց այբուբենը դա առաջի այբուբենը չէր, որ հայերը ունեին, ավելի հինը կար։ Եվ նույնպես, սիրելի բարեկամներ, շատ նման է նրանց ճակատագրերը, տեսեք Արտակ Մովսիսյանը նույնպես նա 50 տարի ապրեց եւ կովիդից շատ պատահականորեն մահացավ, որը որ ծնվել է ապրիլի 10-ին 1970 եւ մահացել է հոկտեմբերի 3-ին 2020 թվականին, շատ պատահական, իհարկե ոչ մի պատահական բան պատահական չէ, եւ սա հենց այդ նույն ծրագրի իրագործումն է, որ պետք է վերացվեն, հեռացվեն այն անձինք, ովքեր փորձում են վերականգնել հայի վեհությունը, հայի հնագույն զորությունը, հայի դարավոր այսպես հաղթող լինելու փաստը, դա պետք է վերացվի եւ ով որ փորձում է ինչ-որ այդպիսի բաներ անել, նա շատ արագ վերացվում է, կամ բանտ են գցում այդ մարդկանց, կամ սպանում են այս Արտակ Մովսիսյանի պես եւ այլն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանի գլխից մի մաս չի պակասել, չնայած նա բավականին այսպես երկար ճանապարհ է անցել եւ մարտի 1 եւ ավելի այսպես հին պատմություններ, բանտում է եղել, մի հատ մաս իր գլխից չի պակասել, դուք չեք հարցրել ձեզ իսկ ինչու, իսկ որովհետև նա հենց այն գործիչն է, նա պատմական դեմք է, որը եկել է նրա համար, որ ոչնչացնի հայկական քաղաքակրթությունը, այ դրա համար։ Եվ դա իհարկե արվում է հայերի ձեռքերով, դա օտարի ձեռքերով չի արվում երբևէ, սիրելի բարեկամներ, այսինքն այն, որ թուրքերը կոտորել են եւ դա ուղղակի պատմական զարգացումները բերել են դրան, բայց իրական դավաճանությունը, իրական հայոց քաղաքակրթության ոչնչացումը, դրա գլխին միշտ հայերն են կանգնած, սիրելիներս, այս սրա մասին է խոսքը։ Եվ այսինքն այս տեսակ գործիչներին մշտապես ոչնչացնում են, ես ուզում եմ ձեզ դա բացատրեմ, այդպես որ ասում են հայ ազգի արգանդը չորացել է, ինչ է դա, եթե կներեք սիրելի բարեկամներ, եթե մշտապես ոչնչացվեն այդպիսի գործիչներ, եթե մշտապես նրանց չգիտեմ ինչ վիճակի մեջ գցեն, բնականաբար դա այդպես էլ պիտի լինի, այլ տարբերակ չկա։ Եթե այդպես նյուժելի ասում է արգանդը չորացել է։ Մենք այնքան շատ ռեսուրսներ չունենք, որպեսզի մենք այսպես այս տեսակ մարդկանց անդադ ոչնչացնենք, եւ հետո ասենք մեր արգանդը չորացել է։ Դա ուղղակի չգիտեմ, սխալ գնահատական է իմ կարծիքով, չի չորացել։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի մասին, ինչու նա հենց ընտրվեց, ինչու նա, դուք գիտեք, որ նա ծնվել է Փայտե նապաստակի տարում, իսկ Փայտե նապաստակը դա հենց այն թիվն էր, ըստ 1915 թիվը նույնպես Փայտե նապաստակի տարի էր։ Եվ նաև 2035 թվականն է լինելու Փայտե նապաստակը, երբ արդեն ըստ դեդլայնների, ըստ բոլոր այդ ծրագրերի, գլոբալիստական պետք է ընդհանրապես հայկական տարը դուրս մղվի Արևելյան Հայաստանի այս հատվածից։
այդ ամեն ինչը հաշվարկվում է, սիրելի բարեկամներ։ Ի տարբերություն ժամանակակից այդ հայ քաղաքական գործիչների անհեռատես, անհեռանկարային ինչ որ բնութագրի, այդ ուժային կենտրոններից բազմիցս դες ներկայացրել եմ։ Արևմուտքի ուժային կենտրոնները պահում են համապատասխան ինստիտուտներ, որտեղ ստրատեգիաներ են մշակվում հազարամյակներ առաջ, այսինքն նրանք այսպես ասած իրադարձությունների կմահաճույքին պատմական գործընթացները չեն թողնում, նրանք իրենց ձեռքն են վերցնում նախաձեռնությունը եւ ծրագրավորում են այդ պատմական գործընթացները, որտեղ միևնույնն է այս կամ այն ժամանակ տեղի են ունենալու այս կամ այն իրադարձություն, միևնույնն է մի օր փլվելու էր Սովետ միությունը, հա, Խորհրդային միությունը պետք է եւ իսկ ինչի դա չանել 1991 թվականին, երբ Սևլուսինը, Նեպտունը, Ուրանը, բոլոր այդ բարձրագույն մոլորակները միացած կլինեն, վերընթաց լուսնային հանգույցը, այսինքն կեղծ գաղափարախոսություն, աղանդներ, այդ կեղծ, չգիտեմ, ինչ որ այն ինչ որ ես պատմում եմ ազգային գաղափարախոսության մասին, դա ոչ միայն հայերին է վերաբերվում մեծ հաշվով, դա վերաբերվում է նաև իդ խորհրդային տարածքի բազմաթիվ այլ ժողովուրդներին, այդ թվում ռուս ժողովրդին, այդ թվում սա շատ լրջագույն խնդիր է, սիրելի բարեկամներ, իրականության մեջ։ Այն ինչ որ մեզ մոտ է տեղի ունենում, նույն իրանց դրա համար նույն դեգրադացիան տեղի ունենում Ռուսաստանում սպասվում են աշնանը խորքային ցնցումներ եւ այդ ամենը իհարկե շատ ցավալիորեն կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա, որտեղ մեր տնտեսական համակարգերը խորը կապված են եւ այդ ցնցումները ներեք այդ ցնցումների պատճառը, սիրելի բարեկամներ, հենց այդ ազգային գաղափարախոսության կորուստն է։ Երբ Ռուսաստանում այդ վերջին թագավորի ժամանակ, ցարի ժամանակ, Նիկոլայ II-ի ժամանակ, միակ մարդը, որը կարողանում էր ստանալ հոգևոր աշխարհի ինֆորմացիա, դա Ռասպուտինն էր, հասկանում եք, եւ նա էր կառավարում պատերազմի ընթացքը, առաջին համաշխարհային պատերազմ։ Դուք պատկերացնում եք, դրա համար էլ սա իրադարձությունները այդպես զարգացան։ Վերջը շատ ցավալի եղավ Ռուսաստանի համար։ Իհարկե հետագայում վերականգնեցին նրանք իրենց տարածքները, բայց շատ տարածքներ նաև կորցրեցին։ Այդ թվում նաև Արևմտյան Հայաստանը։ Եվ նույնը այստեղ, սիրելիներս, մեր քաղաքական էլիտան, այսպես կոչված, որ ընդհանրապես չի արտահայտում հայ ժողովրդի շահերը, չի ծառայում մեր ազգային գաղափարախոսությանը, նա ծառայում է միայն իր աթոռին եւ իր փողին, այ դրան նրանք ծառայում են։ Մինչ Ռոբերտ Քոչարյանը կարգախոս է ընտրել միասին կարող ենք, դա շատ ծիծաղելի կարգախոս է, այո, միասին կարող ենք, եթե կա ազգային գաղափարախոսություն, եթե չկա ազգային գաղափարախոսություն, մենք միասին կարող ենք խորոված սարքել ուտել, խաշլամա ուտել, այսինքն այն ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը։ Մինչ Ռոբերտ Քոչարյանը գոչում, ասում է միասին կարող ենք, Նիկոլ Փաշինյանը իրականացնում է այդ ամենը, իրականացնում է այդ ամենը։ Եվ մարդիկ տեսնելով, որ նա անում է, իսկ սա միայն խոսում է, բնականաբար ունեն ընտրելու։ Սրա մասին է խոսքը, այսինքն գաղափարից զուրկ հասարակությունը շատ հեշտ է տանել կեղծ արժեքների հետևից։ Եվ այդպիսի կեղծ արժեքների հենց այդ լավագույն այսպես դրսևորումը հենց ՔՊ-ի այդ բոլոր քարոզարշավներն են։ Մեկը ապագա կա, մյուսը խաղաղություն, այսինքն նրանք տալիս են մարդկանց այն գաղափարը, որ բաղձալի, այսպես ասած, իրավիճակի գաղափար է, որ ապագա կա, այսինքն դրական տրամադրվածություն ապագայի նկատմամբ, խաղաղություն, որ խաղաղ է, ամեն բան լավ է, այսինքն այն, ինչ որ մարդիկ ուզում են լսեն։ Իսկ միասին կարող ենք, դա կենաց է։ Այո, միասին կարող ենք կենաց խմել։ Եթե չկա ազգային գաղափարախոսություն, Ռոբերտ Քոչարյան ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել Նիկոլի դեմ, ոչ մեկ, հասկանում եք։ Դուք չեք հասկանում դա, այսինքն ամբողջ այս նոր անկախացած Հայաստանի պատմության մեջ 35-ամյա ոչ մի պետական գործիչ դա չի հասկացել,
ըստ էության չի հասկացել եւ չի արել ոչինչ, որպեսզի դա այսպես կյանքի կոչեց ազգային գաղափարախոսն ու հոգեվոր ոլորտը զարգացնի եւ այլն եւ այլն։ Ընդհակառակը նրանք ամեն բան արել են, որ այդ հոգեվոր ոլորտը քանդվի, ազգային գաղափարախոսություն չստեղծվի եւ իշխանության գա Նիկոլ Փաշինյանը։ Իսկ հիմա հերոսաբար պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, չի ստացվելու ցավալիորեն, որտեվ արդեն ուշ է, միասին կարող ենք։ Պետք էր այն ժամանակ միասին կարողանալ եւ անել, երբ որ 10 տարի դուք իշխանության էիք։ Մի խոսքով մենք հասկանում ենք ինչ է կատարում, ինչ է տեղի ունենում, որ մեր էլիտաները, այսպես կոչված ամենա ընդդիմադիր ուժերը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրանք ինչու նրանք ուժ չունեն, ինչու նրանք ոչինչ չեն կարող, որովհետև հայը այն քաղաքակրթական, այսպես ասած, արդյունքն է, այն քաղաքակրթության զավակն է, որ չի կարողանալ առանց հոգևորի, առանց գաղափարախոսության, առանց իր արմատները ճանաչելու, չի կարող։ Իսկ եթե նրան չեն տալիս այդ ճանաչողությունը, չեն տալիս այդ հոգևոր սնունդը եւ այլն, նա ինչին է հանգում։ Նա հանգում է նրան, որ ապագա կա, խաղաղություն, խոսք հերթել, այդ ավելի հետաքրքիր է, քան խորենացին կերտուղահայր։ Իհարկե։ Դա շատ պարզ է, դա շատ մարդկային է, սիրելի բարեկամներ։ Ես որևիցե ինչ որ արտառոց բաներ չեմ ասում եւ այժմ ես մի փոքր ուզում եմ վերլուծել էպոսը ի հայտ եկավ մեր իրականության մեջ 1874 թվականին եւ մենք բարձրագույն մորակներ ուսումնասիրենք այստեղ շատ հետաքրքիր է Նեպտուն մորակը գտնվում է 29 աստիճան խոյ կենթանակերպում եթե հիշում եք Նեպտունը մուտք է գործել արդեն վերջնականորեն խոյ կենթանակերպ 26 թվականի հունվար ամսից հունվարի 26-ից կարծեմ արդեն մուտք է գործել խոյ եւ երկար ժամանակ մինչեւ 2039 թվականը կմնա խոյ կենթանակերպում ինչի մասին է դա խոսում սիրելիներիս ես կարծում եմ հետեւյալը մի փոքր ես սա ներկայացնեմ եւ այնուհետեւ անցնեմ Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզի կրկին վերլուծության շատ եմ ձեզ պատմել բայց սա էլ ասեմ Նոր անցնեմ Նիկոլ Փաշինյանին Նեպտունը խոյ կենթանակերպում հենց այդ ցուցասնավետն է որը մեզ հրամցվում է մեր պահապան հայրերի կողմից այսինքն խոյը դա արդար նշան է, ռազմական նշան է եւ Նեպտունը գաղափարի մոլորակ է, հոգեվորի մոլորակ է եւ երբ որ խոյի մեջ է գտնում Նեպտունը նոր գաղափարախոսություն անպայման պետք է լինի կամ վերականգնվի, վերածնվի հինը Եվ այստեղ շատ հետաքրքիր է սիրելի բարեկամներ, որ նույնպես հիմա Նեպտունը խոյ կենթանակերպում է եւ 2039 թվականին հենց 37-ից արդեն սկսած 38 թվականին 2000 Նեպտունը գալիս է կանգնում է այդ նույն կետին, ինչ որ այն ժամանակ, երբ որ էպոսը գրի էր առնվել։ Հիմա ես կարծում եմ, դա չգիտեմ, ոչ միայն իհարկե իմ կարծիքն է, որ մեր էպոսը ունի կորսված ճյուղեր, այսինքն ավելի հին շերտեր, որը պարզապես թույլ չեն տվել, որ դա հանրայնացվի եւ դառնա արդեն հանրամատչելի նյութ։ Որովհետև էպոսը եւ ընդհանրապես բանահյուսություն դրանք սակրալ տեքստեր են, դրանք առասպելներ եւ նաեւ առասպելներ բոլոր տեսակի հոգեվոր տեքստերը նրանք փոխանցվել են մարդուց մարդ, այսինքն չեն գրանցվել երբևէ։ Այս դրա մասին է խոսքը։ Եվ նույնը էպոսը, այսինքն էպոսը շատ ավելի հին մեր ենթագիտակցության այն շերտերի մասն է, մեր պատմության այն շերտերի մասն է, որը մեզ տանում է դեպի տիեզերքի հենց արարչության սկիզբը։ Եվ այդ ճյուղերը բացակայում են, այդ ճյուղերը չկան։ Եվ դրա պատճառով մեր ինքնագիտակցությունը, մեր ինքնությունը կիսատ է մնացել, այսինքն այդ ուժ ամբողջի ամբողջականանում։
Եվ ես կարծում եմ, որ երբ կգա Միքայել Վրիժարուն, իսկ նա անպայման գալու է, որովհետև հայ ժողովրդի արգանդը չի չորացել։ Երբեք չմտածեք այդպես, որ հայոց բանը պետականությունը վերացավ այս ընտրություններից հետո եւ այլն եւ այլն։ Հայաստանի երրորդ հանրապետությունը հակահայկական կառույց է, նա չի սպասարկում հայ ժողովրդի շահերը, հասկացեք դա, սիրելիներս, այդպես է կառուցված, նա ինսպիրացված է այն ուժերի կողմից, որոնց նպատակը ոչ թե հայ ժողովրդին բարձրացնելն եւ զարգացնելն է, ոչ, այլ Ռուսաստանի եւ Պարսկաստանի դեմ Հայաստանի միջոցով պայքարելն է, Հայաստանի տարածք օգտագործելն է, դրա վրա է հիմնված։ Դրա համար է ստեղծված եղել։ Այո, թույլ են տվել Արցախ ունենալ, չգիտեմ, եւ այն տարածքներ գրավել, ինչ որ սահմանափակ թույլ են տվել, սահմանափակ ժամանակով, բայց հետո հետ են վերցրել։ Եվ այդ ամենը իհարկե շատ լավ իմացել են բոլոր երեք նախկին նախագահները, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես այդ ամբողջ ծրագրի առանցքային գործիքն է, այսպես ասած, առանցքային հիմքն է, առանցքային մասն է, կնիքն է, ոնց ուզեք հասկացեք, քերթողահայր է նա, քերթողահայր, հասկանում եք, հայ ժողովրդի քերթողն է։ Սա է ստացվում, այսպես է ստացվում եւ եթե դուք ուսումնասիրեք, դուք կհասկանաք։ Նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության մասին շատ վերլուծություններ եմ արել, բացատրել եմ քարտեզ աստղային, ես ինքս ճշգրտել եմ ժամը Հայաստանի երրորդ հանրապետության ծննդյան եւ այնտեղ լուսին ազատ ընթացքում է, իսկ այն կազմակերպությունները, այն մարդիկ, ովքեր ստեղծվում են, ծնվում են այդ ժամանակ, կամ այն գործերը, որ սկսվում են այդ ժամանակ, որևիցե դրական արդյունք չեն ունենում։ Այսինքն երրորդ հանրապետությունն անխուսափելի պետք է ոչնչանա, դա իմ ցանկությունը չի, դա, չգիտեմ, որևիցե մեկի ցանկությունը կամ կմահաճույքը չի։ Նա ստեղծվել է այնպիսի մուրակային փոխհարաբերությունների պայմաններում, որ անխուսափելիորեն պետք է վախճանվի։ Եվ ով էլ լինի պետության ղեկին, լինի Նիկոլը, Ռոբերտը, չգիտեմ, Սամվելը, դա այդպես է լինելու։ Այսինքն դա ցավալիորեն դա անխուսափելի է։ Եվ երբ կգա Փրկիչը, Մխիթարիչը, Վրիժարուն, Միքայելը, հենց Նեպտունը նույն կետին կկանգնի, ինչ որ էպոսը բացահայտելու պահին։ Եվ դա կփրկի մեր քաղաքակրթությունը, հայոց քաղաքակրթությունը դա կփրկի։ Դա մենակ դա կարող է փրկել փաստացի։ Նո, այստեղ նաև հետաքրքրական է, որ նաև 2097 թվականին, երբ ես կանխատեսել եմ, որ Ղարաբաղը, նաև Արցախը, նաև Նախիջևանը այդ բոլոր հողերը կազատագրվեն կրկին, կազատագրվեն, դա 2097 թվականն է եւ այդ ժամանակ Պլուտոնը այդ բոլոր հզոր ռազմաքաղաքական փոփոխությունների, տեղաշարժերի 180 աստիճանով փոփոխությունների այդ մոլորակը, որը շուրջ 300 տարվա ընթացքում ամբողջ զոդիակը ամբողջ 12 նշաններով անցնում է, նույնպես Պլուտոնը գալիս է եւ հասնում է այնտեղ, որտեղ այն ժամանակ 1874 թվականին հայտնաբերվել էր էպոսին, մտնում է ցուլ կենդանակերպը, Պլուտոնը ցուլ կենդանակերպում էր։ Եւ այդ ժամանակվանից իհարկե սկսվելու է այդ բոլոր հողերի միավորումը եւ վերադարձը։ Բայց միակ, այսինքն պայմանը հաղթելու այս փոսից դուրս գալու, դուք հասկանում եք, որ դա ազգային գաղափարախոսությունն է, դա հոգևոր արժեքն է, դա հայոց քաղաքակրթության այդ հիմնավոր պատմության վերականգնումն է, վերադարձն է, այսինքն հայը պետք է ինքն իրեն ճանաչի եւ վերադառնա դեպի իր արմատները, դա է պայմանը։ Եվ Միքայելը կարողանալու է դա անել, ես չգիտեմ ինչ բացառիկ, չգիտեմ ինչ անձնավորություն, ինչ զորեղ անձնավորություն է դա լինելու,
դա թագավորի վերածնունդ է լինելու, Արտաշես առաջինի վերածնունդն է լինելու, որ նա դա կկարողանա անել։ Այդ ինֆորմացիան նրա մեջ դրված կլինի, սիրելի բարեկամներ, պարզապես դրված կլինի։ Եվ նա կգա եւ դա ուղղակի այլ տարբերակ, այսինքն մեզ փրկել են միշտ անհատները։ Այժմ ես այս բոլոր 18 ուժերի մեջ, որոնք մասնակցում են այս ընտրություններին, որևիցե այդպիսի անհատ չեմ տեսնում։ Այսինքն այն անհատը, որին գալիս է այդ տեղեկատվությունը, այդ ինֆորմացիան գալիս է։ Իսկ ինձ ոչ մեկ սա չի սովորացրել, սա եկել է ինձ որպես ինֆորմացիա, որպես այդ պահապան հայրերի կողմից տրված գիտելիք։ Այն նույնը Միքայելի դեպքում է լինելու։ Այսինքն նա պատրաստի ծնվելու է այդ գիտակցությամբ, այդ գաղափարով, այդ ուղեկով, այդ գաղափարախոսությամբ ազգային, եւ միայն դա է փրկելու հայ ժողովրդին։ Այլ փրկություն չկա պարզապես, չկա փրկություն Նիկոլից, հնարավոր չի փրկվել իրանից։ Ինչու հնարավոր չի, որովհետեւ որևիցե ուժ, որը մրցում է իրեն հետ, չունի նրա ուժը, չունի նրա փողը, չունի նրա հնարավորությունները, չունի այնինչ, նրան տրված է ամեն ինչ, նրան թույլատրված է ամեն ինչ։ Երբ որ 2008 թվականի մարտի 1-ին այդ ցավալի իրադարձությունները տեղի ունեցան, զոհեր տեղի ունեցան, չգիտեմ, պագրոմներ, խանութներ թալանվեցին եւ այլն, այդ ժամանակ իհարկե ճիշտ գործեցին իշխանությունները, բայց միևնույն է, նրանք տարիներ շարունակ այդ մեղավորության տակ էին ապրում։ Նրանց միջազգային կազմակերպությունից անդադ ճնշում էին։ Հասկանում եք, Նիկոլին չեն ճնշելու։ Նիկոլին ասելու ինչ ուզում ես տարա, ուզում ես 200,000 մարդ զոհի, ինչքան ուզում ես, չգիտեմ, վերացրու։ Միայն թե արա այն, ինչի համար դու եկել ես իշխանություն։ Այսինքն գլոբալ իմաստով Նիկոլ Փաշինյանին մնացել է 2 կետ այդ ծրագրից, որը գծվել է, եւ որը պետք է մինչեւ 2028 թվականը իրագործվի, դեդլայնը մինչեւ 2028 թվականն է։ Չտենք, ես լույսը երևի ավելի լավ է այսպես։ Եվ 2 կետ է մնացել, դա սահմանադրության փոփոխությունն է, այսինքն սահմանադրությունից այդ անկախության հռչակագրի հանումն է եւ 3-րդ հանրապետության վերացումն է, պետականության վերացումն է եւ երկրորդը դա Զանգեզուրի միջանցքի հանձնումը, դա արդեն փաստացի օգոստոսի 8-ին 25 թվականի ես դրա մասին շատ եմ նախանխատեսել եմ այդ օրը, այդ ամեն ինչը ես ասել եմ, որ դա լինելու է, դա արդեն փաստ է, բայց երկրորդ փաստը դա արդեն նրան իմ կարծիքով չի հաջողվելու ստեղծել 4-րդ հանրապետությունը։ Հնարավոր է հաջողվի ոչնչացնել 3-րդ հանրապետությունը, արդեն փաստացի ոչնչացվել է։ Արցախի օտարումով վերացավ Հայաստանի 3-րդ հանրապետությունից, այդպես եմ համարում։ Բայց կա դեռ 2 տարի, նա պետք է այդ 2 գլոբալ ծրագրերը իրականացնի։ Դա ոչ մի դժվարություն չի ներկայացնում ինձ թվում է իր համար։ Այդ 2 ծրագրերն էլ անել եւ վերջացնել։ Եվ ոչ մի դիմադրության նա չի հանդիպում, այսինքն ֆիզիկապես հնարավոր չէ նրան դիմադրել, որտեղ նրան թույլատրված է ամեն ինչ, այսինքն ոչ մի հոգևոր դիմադրության նա չի հանդիպում։ Եկեղեցին էլ հարվածներ է, որ ստանալու է, ինչու, որովհետև եկեղեցին այնուամենայնիվ չկարողացավ պահպանել այդ գաղափարախոսությունը, ամբողջությամբ չկարողացավ պահպանել եւ վերադարձնել, տեսեք Գարեգին Սրվանցյանը, նա իհարկե իմջալոց բարեկամական կապ է մեր մեջ, մայրական գծով, նա կարողացավ ինչ որ չափով այդ մեղքը խավել, բայց ամբողջությամբ չկարողացավ դա անել, որովհետև չգիտեմ ինչ ուժեր հնարավոր է խանգարեցին եւ նա շատ շուտ մահացավ 52 տարեկան հասակում։ Գրեք իմիջիալոց ձեր կարծիքը նաեւ այս թեմայով, որտեվ շատ լուրջ հարց, հնարավոր է խրթին է այս թեման, սիրելի բարեկամ, բայց սա շատ կարևոր թեմա է եւ ես ուզում եմ, որ ինչքան հնարավոր է շատ հայ ազգի ներկայացուցիչներ, հայ ընտրողներ լսեն այս վիդեոն, ինչեւ որ մտնեն ընտրատեղամաս եւ անեն իրենց ընտրությունը։ Ես դա եմ ուզում։
որտեղ շատ կարևոր է, այսպես ասում են օրհասական, այո, օրհասական պահեր ենք ապրում, այո, համամիտ եմ, բայց այդ օրհասական պահերին պետք է նախապատրաստվել մինչ այդ օրհասական պահի սկիզբը, այլ ոչ թե պահին, հասկանում եք, ես հայ ժողովուրդը այնպիսի բացառիկ ազգ է, որ կարող է նաև ամենավատ, ամենածանր պայմաններում ուժեր գտնել եւ հառնել, բայց դրա համար անհրաժեշտ է գաղափարախոսություն, հոգևոր դուխ, հոգևորություն, ոչ թե դուխով, այլ հոգևոր դուխ, որը որ նրան կարողանա բարձրացնել այս անդնդից, այս փոսից, այս, չգիտեմ, ահավոր այլանդակ վիճակ։ Սա է կարևորը հասկանալու համար։ Այժմ ես կվելուծեմ Նիկոլ Փաշինյանի արեգակնային վերադարձը, քերթողահայր Նիկոլ Փաշինյանի։ Բայց աղբյուրներից հայտնի է, սիրելի բարեկամներ, որ Նիկոլ Փաշինյանը ծնվել է հունիսի 1-ին 1975 թվին եւ ժամը իհարկե հայտնի չէ, դա մենք չենք խորանալու այդքան։ Եվ այդ գիտեք, որ արեգակնային իհարկե նա մեզ մոտ արեգակնային երկորյակ է, Մերկուրին հետընթաց է նրա քարտեզում, ես չեմ բացառում, որ նա շատ գրագետ անձնավորություն է եղել, նաև ազնվական անձնավորություն նախկին կյանքում, բարձր դիրք է ունեցել, Մերկուրին հետընթաց խոսում է այն մասին, որ նա նախկին կյանքերում մեծ գիտելիքների տեր մարդ է եղել, այսինքն նա հավաքել է այդ ամբողջ հսկական գիտելիքների պաշարժը, բացառված չէ, որ նա Հայաստանում է ծնվել, հոգևորական է եղել, բացառված չի, ինչ որ բարձրաստիճան հոգևորական է եղել այդ թվում։ Եվ հիմա նրա նպատակն է ստեղծել իրական հասած նոր գաղափարախոսություն, որովհետև վերընթաց լուսնային հանգույցը Նեպտուն մորակի հետ է միացած։ Այսինքն ստեղծել նոր գաղափարախոսություն, նոր, չգիտեմ ինչ որ ուղղություն, նոր քերթված, քերթողահայր է նա, այդ խոզը քերթում էր, արդեն պարզ է, որ նա ինչ է ուզում ստեղծել։ Ու այստեղ շատ հզոր մորակային դիրքեր ունի, ուժեղ է նաև նրա մոտ Վեներա մորակը, Մարս մորակը, խոյ կենդանակերպում շատ ագրեսիվ է, շատ նպատակասլաց է, երբեք չի հրաժարվում իր արչև դրված նպատակն, այսինքն նա ամեն դեպքում ընտրեք իրան, չընտրեք իրան, նա է լինելու ղեկավարը, որտեվ ըստ նրա քարտեզի դա այդպես է, նրան տրված է այդ ամենը, որ նա պետք է պայքարի, նա բոլոր հնարավոր ձևերով, արևը Նեպտունի դեմ է, շատ հետաքրքիր, այդտեղ նա ունի այսպես կոչված սայլ, Նեպտուն, Պլուտոն, Մարս եւ Արեգակ, այդ 4 մորակների միջև դե սայլ է ձևավորվում, որը նշանակում է, որ կարևոր է այս անձի համար թիմը եւ նա շատ գրագետ, շատ լուրջ թիմ ունի միջալոց։ Հենց որ վերցնես, ես օբյեկտիվ եմ գնահատում, հիմա ձեզ դուր կգա, թե ես քաղցր բամբակ չեմ, որ բոլորին դուր գամ, հա։ Բայց օբյեկտիվ ներկայացնում եմ այն, ինչ որ կա ըստ Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզի։ Դրանում են վտանգը, որ իսկապես շատ ուժեղ մորակային դիրքեր ունի եւ կարող է հաղթել ամենաանհնարին, չգիտեմ, անհուսալի դեպքերում, այսինքն նաև կրիզիսներում, ճգնաժամային վիճակներում նա կարողանում է ճեղքել ու անցնել ու հաղթել։ Այդ դրա մասին է այս մորակային քարտեզը, հա։ Բայց անպատասխանատու, դե Սատուրնը խեցգետնում թույլ պատասխանատվություն է, այս թույլ է Սատուրնը նրա մոտ։ Նրան պետք է հենց որ ինքը բնատուր հեղափոխական է, այսինքն պետք չէ որ ուժեղ Սատուրն ունենա, ուժեղ օրենքի գիտելիքներ, չգիտեմ ինչ որ բարձրագույն գիտակցություն եւ այլն, չգիտեմ ինչ որ օրենսդրական կարգավորումներ անի, նա այդ ոչնչացնի օրենքը եւ սահմանադրություն տիվի ոչնչացնի, համար մոտ Սատուրնը թույլ է։
Դրա համար ուժեղ է նաև Յուպիտեր մոլորակը, որը նույնպես խոյ կենդանակերպում է գտնվում, եւ Յուպիտերը խոյ կենդանակերպում նշանակում է, որ անհամբեր, ինքը ձգտում է եւ հասնում է բարձունքներին, այլ ընտրանք նա չի ընդունում ընդհանրապես։ Եվ այժմ սիրելիներս, այժմ նաև ներկայացնենք նրա սոլար, այսինքն արեգակնային վերադարձը, քանի որ այսօր հունիսի 1-ն է եւ ես ներկայացնում եմ 51-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի դերն ու նշանակությունը հայոց պատմության մեջ, սա հենց այնպես խոսքեր չեն, սա լրջագույն հետազոտություն է, որը ես ձեր դատին եմ ներկայացնում։ Եվ հիմա տեսնենք նրա ուրեմն սոլար վերադարձ, այսինքն արեգակնային վերադարձը, թե ինչպիսի մուրակային իրավիճակ է 2026 թվականի հունիսի 6-ին, հա, տեսնենք ինչ են աստղերը նախապատրաստել Նիկոլ Փաշինյանի համար գալի 26-27 թվերի համար։ Դե ամենաակնառուն սիրելի բարեկամներ Ուրանի մուտքն է երկօրյակներ, որը տեղ ունեցավ 26 թվականի ապրիլի 26-ին եւ անմիջապես Ուրանը հայտնվեց Նիկոլ Փաշինյանի հարավային հանգույցի, կորուստների հանգույցը, այսինքն սա նշանակում է, որ ամբողջությամբ պետք է ջնջվի այն ամենը, ինչ որ նախկինում կար, ինչ որ նախկինում նա ասում էր, այդ ամենը պետք է ոչնչացվի, ջնջվի։ Նաև հեղափոխություն է նշանակում, այսինքն այդ հեղափոխությամբ հենց այդպես է այդ ուժային կենտրոնները, որոնք նրան հավաքագրել էին, այդպիսի ծրագիր ունեն, որ հենց այդ հեղափոխության միջոցով ոչնչացվի քաղաքակրթությունը, հա, հայկական դա է։ Շատ խորհրդանշական է, որ Ուրանը մուտք է գործում երկօրյակներ, իսկ հնագույն շրջանում երկօրյակները համարվում էր Հայաստանի նշան, որովհետև հայերը համարվում են շատ լավ առևտրականներ, միջնորդներ, ճամփորդողներ, ամբողջ աշխարհով մեկ ճամփորդում էին հայերը, այդ հնագույն շրջանի մասն է խոսքը, եւ դրանով հենց երկօրյակները համահունչ էր։ Բացի դրանից երկօրյակներում գտնվում է Օրիոն կամ Հայք համաստեղությունը, իսկ Հայկը համարվում է, գիտեք, որ մեր նախահայր, ոչ թե քեր թողահայրը, այլ նախահայրը։ Եվ հենց դա նույնպես պատահական չէ, որ ընտրել են այն շրջանը, Ուրանը, այսինքն հեղափոխական փոփոխությունների մորակը մուտք է գործել երկօրյակներ, որը հայ ժողովրդի հնագույն, այսպես նաև դիցաբանական խորհրդաբանություն ունի երկօրյակները, գիտեք, որ Սանասարն ու Բաղդասարը երկօրյակներ էին, հա, այդ մեր էպոսի ակնառու դյուցազունները, որոնք ստեղծեցին, կառուցեցին Սասունը, դա գիտեք երևի, եւ ծնվեցին ծովինարից, որը ջուր խմելու միջոցով այդպես հղիացավ, հա, շատ նույնպես հետաքրքիր, դա շատ հին տիեզերական այդ տիեզերական տիեզերքի ձևավորման մասին է խոսքը, հա, ավելի շատ, որտեվ դրանք արդեն աստղերի համաստեղությունների մարմնավորումներն են, Սանասար Բաղդասարի երկօրյակներն, հա։ Եվ այստեղ իհարկե այդ Նիկոլ Փաշինյանի մոտ շատ կարևոր է։ Նիկոլ Փաշինյանի մոտ այս տարի ստացվում է լուսնի խավարումը սոլարի, այսինքն արեգակնային վերադարձի, որ այս տարի մայիսի 31-ին է ճիշտ ասած դրա սոլարը, որովհետև սոլարը, այսինքն արեգակնային վերադարձ երբեմն ավելի շուտ է լինում, քան մարդու ծննդյան օրը, կամ ավելի ուշ, 1 օր ուշ կամ 1 օր շուտ։ Բացառիկ դեպքերում 2 օր, բայց հիմնականում դա արդեն ժամերի տարբերություն է տալիս կամ օրերի 1 օրվա։ Այստեղ լուսինը, իհարկե, քան որ մենք չգիտենք ժամը ծննդյան, ես այդ ծրագիրը այդպես է ստվել, որ մայիսի 31-ին։ Այստեղ լուսինը միացած է սև լուսնի հետ, այսինքն այդ նույն միությունը լուսնի եւ սև լուսնի կա է Նիկոլ Փաշինյանի անձնական քարտեզում։ Պարզապես ձկներում է լուսինը սև լուսնի հետ Նիկոլի մոտ, իսկ սոլար քարտեզում լուսինը սև լուսնի հետ աղեղնավորում է գտնվում, իսկ աղեղնավորը դա դրսի ուժերի, այսինքն դրսի ուժերի օգնությամբ նա
հասնում են այդ ինչի նա անդադ խոսում է այդ ծնծող մայրերի մասին, դե ակնհայտ է մայրական կոմպլեքս ունի, որովհետև դե մայրական սեր չի ստացել, մայրական գուրգուրանքի մասին չգիտի, հայտնի է, որ մայրը ինչ-որ հոգեկան խնդիրներ է ունեցել, դրանով է պայմանավորված լուսնի և սև լուսնի միությունը, տարբեր պտտվում են տարբեր լուրեր, հիմա չխորանանք, բայց այնուամենայնիվ եւ հիմա այդ սնուցող մայրերը ամբողջ հայ ժողովրդի մայրերը նրա մայրերն են դարձել, նրա կոմպլեքսավորված այդ գիտակցության մեջ, այդպես է, եւ դրա միջոցով նա ձերբազատվում է այդ կոմպլեքսից, հա, սիրելի բարեկամներ։ Եվ այստեղ նույնպես լուսինը սև լուսնի հետ է, այսինքն արդեն ամբողջ աշխարհի նաև դրսի սնուցող մայրերը, բոլոր այդ Եվրոպայի կին գործիչներ այլն նրան ուժ են տալիս, այս քարտեզով սա է, բայց այնուամենայնիվ լուսնի խավարում է տեղի ունենում, որը նշանակում է շատ ճակատագրական է լինելու այս ընթացքը Նիկոլ Փաշինյանի համար, նաև Նեպտունը Մարս մորակի հետ, որը նշանակում է, որ նա իրանից ծանր բեռ է վերցրել նրա ուսերին, այսինքն տարբեր ուղղություններով աշխատում է, բայց արդյունքը շատ հարցականի տակ է լինում։ Ну եւ այստեղ Յուպիտերը Վեներայի հետ, այսինքն հաջողություններ, ամեն տեսակի ընտանեկան հաջողություններ, վերականգնել է կապը կնոջ հետ, ինչ որ կարող է ինչ որ նոր տոներ սահմանել այս իր հաղթանակի հետ կապված ազգային այսպես ավելի իրական Հայաստանի տոն նմանատիպ այլ քայլեր կարող է անել։ Ну սա է սիրելի բարեկամներ, ամեն դեպքում շատ հզոր եռանկյունի կա քարտեզում Պլուտոնը, իր ակտուալ Պլուտոնը, որը ջրհոսում է, Նիկոլ Փաշինյանի Պլուտոնը, որը կշերքում է, կշերքի 6 աստիճանում է, եւ Ուրանը եւ Արևը։ Դա նշանակում է, որ գոյություն ունի կոնսենսուս, բոլոր ուժային կենտրոնների կոնսենսուսը, որ նա պետք է վերընտրվի, նա պետք է շարունակի, որտեղ եռանկյունի է այստեղ, սա է հարցը։ Իհարկե այստեղ նաև ձևավորվում է մեծ առագաստը, որի գագաթի վրա Նեպտուն, Սատուրնը եւ Նիկոլի Մարսը եւ Յուպիտերը, որը նույնպես նշանակում է, որ ռազմաքաղաքական կարևոր ծրագրեր պետք է իրագործվեն։ Ես կարծում եմ դա TRIP ծրագիրն է, որը անպայման պետք է այս տարի հուլիսին արդեն սկսի իրականացվել ըստ այդ ուժային կենտրոնների նախատեսած ծրագրի։ Հիմա ես չգիտեմ որքանով դա տեղի հուլիսը շատ ծանր ու բարդ ամիս է, բայց ամեն դեպքում դա այդպես է լինելու։ Սա է սիրելիներս, այսինքն շատ կարևոր ու շատ բարդ տարի է սպասվում։ Միակ բանը, որը իսկապես ինչու են նրան ուզում ընտրել մարդիկ, նա որտեվ նրան սիրում են մարդիկ, սիրում են որպես մարդ, ուղղակի ոչ թե որպես քաղաքական գործիչ, ես դա անդրադարձել եմ դրան, որ Նիկոլ Փաշինյանի Արեգակը գտնվում է Հայաստանի Հանրապետության 5-րդ տանը, որը սիրո տունն է, երեխաների տունն է, դրա համար նա շահում է, որովհետև նա իհարկե այդ աստղաբաններին բոլոր որ նրան բացատրում են, ասում են ինչպես պետք է վարվել, որպեսզի հասնել հաջողության, նա լսում է, դրա համար հասնում է հաջողության։ Ինչ վերաբերում են դիմության բոլոր գործիչներին, նրանք շատ մեծամիտ են ու որևիցե էքսպերտ իհարկե բացի իրանց անգրագետ խորհրդականներից չեն լսում, դրա համար նրանք երբևէ չեն հասնի հաջողության։ Ինչու չեն հասնելու հաջողության։ Դիտեք վիդեոյի սկզբից, ես շատ մանրամասն դա ներկայացրել եմ, ինչու չեն հասնելու հաջողության։ Այսինքն շանս չունեն հասնելու հաջողության։ Դե իհարկե ներկայացվելու է, որ ընտրությունները կեղծված են, ներկայացվելու է, որ մի խոսքով դա հայտնի հաստ է։ Միշտ այդպես են անում։ Այսքանը դիրեկցիաներն է փորձենք դիտարկել։ Հա, Մարսը մոտենում է Նիկոլ Փաշինյանի հարավային հանգույցին, դա տեղի կունենա այսինքն 2 տարուց նրա միսիան կավարտվի, դա էլ ցույց են տալիս դիրեկցիաները փաստորեն, հետո այնտեղ Պլուտոնն է գալիս վերընթաց հանգույցի վրա եւ այլն եւ այլն։ Նո արդեն պարզ է, որ
2 տարվա ընթացքում նա ասենք էլ կզրկվի իշխանությունից էտա նրա ճակատագիրը, բայց նրա դերակատարությունը շատ մեծ է հայ ժողովրդի պատմության մեջ, շատ կարևոր է։ Ինչու, որովհետև մենք ի վերջո պետք է հասկանանք, որ պետականություն ունենալու միակ պայմանը դա ազգային գաղափարախոսությունն է, այսինքն այս տարածքում պետականություն ունենալու միակ պայմանը դա է։ Միակ պայմանը ազգային շահերը սպասարկող եւ հետապնդող գործիչների առկայությունն է, այսինքն անվերադարձ Հայաստանին նվիրված գործիչների ներկայությունն է Հայաստանում։ Միայն նրանք կարող են ապահովել այն այսինքն մեր դարավոր երազանքը պետություն ունենալու, պետականություն ունենալու երազանքը։ Այս ընդդիմության մեջ գրեթե չկան այդպիսի մարդիկ, որոնք իսկապես սպասարկեն հայ ժողովրդի շահերը եւ օգնեն, որպեսզի մենք ապացուցենք մեր իրավունքը ապրելու մեր հարազատ հողում։ Հասկանում եք, սա է հարցը։ Որտեւ Նիկոլ Փաշինյանը առայժմ ապացուցում է, որ դրսի ուժերը, դրսի պետությունը ավելի շատ իրավունքներ ունեն մեր տարածքի վրա, քան մենք։ Այդ դա է պատսում եւ նրա շատ լավ ստացվում է նրա մոտ այդ ամենը անել։ Ну Յուպիտերը ստեղ արեգակի վրա է, ես զարմանում եմ ինչքան բարենպաստ է իհարկե Նիկոլի համար, ուղղակի ապշած է, միակ ես ամեն ինչը բնականաբար 91 թվից հաշվարկված արդեն, որ սենց պետք է լիներ, այդ ուժային կենտրոնները նրանք բախտիկը մահաճիկով չեն վարվում, նրանք անհեռատեսությամբ չեն տառապում, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ամբողջ մեր պատմության նոր անկախ Հայաստանի պատմության մեջ անհեռատես, անիմաստ, անհեթեթ քայլերի մի հաջորդականություն ոչ մի հատ չեն հաշվել 10 տարի հետո ինչա լինելու, դրա համար էլ մենք այս օրին ենք հիմա։ Հիմա սրանք արդեն հաշվարկել են Նիկոլին շուտ 91 թվից, դա հնարավոր է ավելի շուտ, ես չգիտեմ, կամ ունեցել են հաշվարկ եւ գտել են համապատասխան մարդ այդ հաշվարկի։ Եվ դրա համար Յուպիտերը մեծերչանկության մորակը ինքը մոտենում է Նիկոլի արևին, դա շատ հետաքրքիր եւ իհարկե դա նշանակում է, որ այնուամենայնիվ նա կարողանա խուսափել պատասխանատվությունից ամենայն դեպս ժամանակավորապես, մինչև Վրիժառուի գալը, մինչև Միքայել Վրիժառուն գա եւ բոլորին իրենց տեղը ցույց տա։ Այ դա է լինելու իրական վրեժը։ Այս ժողովրդի իրական վրեժը դա է լինելու։ Թե չէ այդ մնացածը բոլոր այդ ուժեր, չգիտեմ 18 ուժեր, դա խայտարակությունն է նախ որ Հայաստանում 18 ընդդիմադիր ուժեր կան։ Պետք է մեկ ուժ լիներ ընդդիմադիր եւ մեկ Նիկոլ Փաշինյան։ Այդ դեպքում հնարավոր էր ինչ որտեղ թուլացնել նրա դիրքերը, բայց չէ, ամեն մեկը իրա աթոռին են, որ ասում է, նպատակը աթոռն է, նպատակը իշխանությունն է, նպատակը փողն է, ոչ մեկի նպատակը հայ ժողովուրդը չի։ Սա է հարցը։ Այ գնալով ընտրատեղամաս դա հիշեք, սիրելի բարեկամներ, հիշեք։ Եվ համապատասխան հետևություններ արեք։ Ну, ստեղ նաև հետաքրքիր է Լուսինն է գնում Ուրանի դեմ, արդեն հոգեկան այդ շեղվածությունը, հա, խախտվածությունը։ Դե արդեն պարզ է, որ լարված տարիներ են սպասվում Նիկոլ Փաշինյանից, այնուամենայնիվ այնպես են հաշվարկել, որ նա ջրից չոր դուրս գա։ Այսքան է, սիրելի բարեկամներ, 1 ժամ 17 րոպե խոսեցի, մտածում էի ճիշտ ասած Facebook-յանի live մտնել, բայց live-ի ժամանակ շատ հարցեր եք տալիս եւ ես մտքից թելը կտրվում է, չեմ հասցնում ասել այն ամենը, ինչ որ ուզում եմ։ Ես այսինքն կեսի-կեսն եմ ասել այն ամենի, ինչ որ ուզում եմ ասել։ Դեռ նորի ես 2 վիդեո նույնպես պետք է գրանցեմ յետընտրական զարգացումների մասին։ Հունիսին ես չեմ խոսելու, սիրելի բարեկամներ, ընտրություններից հետո ես չեմ խոսելու արդեն։ Բայց այդ բոլոր յետընտրական գործընթացների մասին այդ ամեն ինչը պետք է
դա ներկայացնեմ եւ նաեւ մյուս տեխնատությունների աստղային քարտեզներն պես պետք է դեռ ներկայացնեմ ձեզ խոստացել եմ այսքանը սիրելի բարեկամներ անպայման բաժանորդագրեք աստղային հետո Ամին Հաղվերդյանի հետ իմ YouTube-յան ալիքին կիսվեք անպայման հենց այս վիդեոյով կիսվեք բոլոր սոցցանցերում գրեք մեկնաբանությունում ինչ եք մտածում այս ամենի մասին հետևեք ինձ նաև Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում եւ մյուս YouTube-յան ալիքում Աստրոմագ եւ Թալիսմաններ YouTube-յան ալիքում ստեսություն ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք կհանդիպենք մտածեք այն ամենի մասին ինչ ես ձեզ ասացի ստեսություն